Իշխանական քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Արման Եղոյանը խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը Հայաստանի համար արդեն իսկ դիվանագիտական ձեռքբերում է համարում։ Պայմանագրի համաձայնեցումից 2 շաբաթ անց հայկական կողմը Բաքվից դեռ ստորագրման համար տեղ ու ժամ է սպասում։ Ադրբեջանական կողմը կրկնում է նախապայմանները՝ անհապաղ փոխել սահմանադրությունը, հրաժարվել Ադրբեջանին ուղղված տարածքային հավակնություններից և չխուսափել Մինսկի խմբի լուծարումից։ Իշխանական պատգամավորը Ադրբեջանի մոտեցումներն այս փուլում կառուցողական չի համարում։ Եթե Բաքուն չի ընդունում Հայաստանի առաջարկն ու մոտ ապագայում չի ստորագրում պայմանագիրը, Հայաստանը պատրաստ է նստել այդ նախապայմանների շուրջ բանակցությունների։ Արման Եղոյանի խոսքով Մինսկի խմբի հարցում տաբուներ չկան, իսկ ահա սահմանադրության փոփոխության հարցը, ասում է, չպետք է դիտարկել Ադրբեջանի պահանջների համատեքստում։ Դիցուք վաղը ասի, ես պահանջում եմ, որ Հայաստանը բան անի, Սևանա լճի մակարդակը բարձրացնի, որ Արաքս գետում ջրերը շատանան եւ իրենք ասեն, որ իրենք իրենց դաշտերը ջրեն։ Մենք ինչ պետքա գնանք, ասենք, չէ, մենք հիմա Սևանի ջրի մակարդակը իջացնում ենք ձերին ադու։ Իհարկե, դες բան չենք ասելու, չէ։ Այսինքն մենք հարցը պետքա դիտարկենք ինքն իր մեջ, մեզ ինչա պետք։ Ընդհանրապես սահմանադրական բարեփոխումների մասին ես ուզեմ հիշեցնել, վարչապետը խոսել է 20 թվականի հունիսին, եթե չեմ սխալվում, բայց հաստատ պատերազմից առաջ էր։ Հայաստանի վարչապետն իսկապես սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտություն տեսել է, բայց մինչև Ադրբեջանից այդ պահանջի ձևակերպումը կոնկրետ հռչակագրի փոփոխության հարցին չի անդրադարձել։ Ադրբեջանը հենց անկախության հռչակագիրն է պահանջում հանել Հայաստանի սահմանադրությունից։ Ընդդիմադիր պատիվ ունեմիստ Տիգրան Աբրահամյանը կարծում է, սահմանադրության փոփոխության Հայաստանը Ադրբեջանի կամքով է գնում։ Այս փուլում եւս Ադրբեջանը ձգձգելու է փաստաթղթի ստորագրման process-ը եւ փորձելու է Հայաստանից ստանալ նոր զիջումներ։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով Բաքվին միայն միջազգային ճնշումը կարող է ստիպել Երևանի հետ փաստաթուղթ ստորագրել։ Եթե առանց թղթի կտորի, առանց այդ բարաթի Հայաստանի այսօրվա իշխանությունները, պաշտոնական Երևանը բոլոր երևակայելի եւ աներևակայելի զիջումների գնումը ինչու ինչ որ թղթ ստորագրի։ Միջազգային հանրության արձագանքն իշխանությունը բավարար է համարում, թե կարծում է, որ դրանք պետք է հասցեական լինեն։ Ադրբեջանին ուղիղ կոչ անելով ստորագրել 3 տարի բանակցված փաստաթուղթը։ Ամենաանվտանգության հարցերով խորհրդական պարոն Վոլցի հայտարարություն այն մասին, որ ռազմագերիների հարցն էլ պետք է հասցեագրվի, հասկանալի է, որ սա ուղղված է Ադրբեջանին, Եվրոպական միության մի շարք երկրներ էլի հասցեական հայտարարություններ, մեկը շատ ուղղակի տեքստով, մեկը որոշակիորեն անուղղակի ձևակերպմամբ հասկացնել կամ ասել էին, որ գնդակը Ադրբեջանի դաշտում է, բայց ես նաև կառաջարկեի չթերագնահատել ուղղակի ողջունող հայտարարությունները։ Այս պահին ես կասեի, որ հայտարարությունները այո, մեզ ընդհանուր առմամբ իրենց ծավալի մեջ, այո, մեզ բավարարում են այս պահին, բայց եթե Ադրբեջանի այս մոտեցումները շարունակվեն, մենք նաև կակնկալեինք ահա այս մոտեցումների վերաբերյալ հավելյալ տեսակետներ։ Ընդդիմադիր Տիգրան Աբրահամյանը միջազգային մեծ ճնշում չի տեսնում, վտանգավոր է համարում Ադրբեջանից հնչած հայտարարությունը, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը հավերժ չի լինելու։ Նա կոնկրետ սպառնալիք է տեսնում դրա տակ, իսկ սահմանին ադրբեջանական կրակոցները միջազգային տրամադրությունների ստուգում է համարում։ Արդյոք կարող է գնալ ավելի մեծ սադրանքների։ Հիմա Ադրբեջանը սպառնում է, սա ըստ էության սպառնալիքի էլեմենտները առայն, որ Հայաստանի կողմից իրենց պատկերացումների շրջանակների ժամկետում չիրականացնելու պարագայում, այսինքն այդ պահանջները չիրականացնելու դեպքում Ադրբեջանը կարող է առաջինչ համարել բանակցային այն փաթեթը 17 կետից բաղկացած, որը միջև այս բանակցել է։ Իդեպ 3 Աղդամում Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդին դարձյալ թշնամի էր անվանել ու 15 րոպեանոց ելույթում ոչ մի անգամ չէր խոսել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարից։